Ամեն ինչ ամերիկյան դպրոցների մասին մաս երկրորդ։ Հիշում եմ, որ Հայաստանում էի սովորում, մեր դասարանը մի օր որոշեց, որ պետք է դասից փախնի։ Ու մեր մոտ դա շատ լավ ստացվեց, մենք շատ լավ դուրս եկանք ու դաս չարեցինք։ Ափսոս Ամերիկայում դա տենց հեշտ չի ստացվի։ Ուղղակի երեխեք անհնար է դպրոցից դուրս գալ, որովհետև ամեն մի դռան մոտ охранник կա կանգնած, ամենտեղ կամերա կա։ Բայց եթե շատ չեք ուզում դասի գնաք, պրոստը այն ժամանակ երբ ձեզ մաման կամ պապան իջացնում են, պրոստը դպրոց մի մտեք, այ գնացեք պարկ կամ ինչ-որ ուրիշ տեղ։ Գիտեք, ես դպրոց մի քանի անգամ պիժամայով եմ գնացել, ու փոխանակի վրա ջղարանան ինձ գովացել են։ Ամերիկյան դպրոցներում կա Spirit Week, որը նշանակում է, որ ինչ-որ մի շաբաթ դպրոցն ընտրում է, որ աշակերտները պետք է հագնվեն ինչ-որ այլ ձևով։ Օրինակ 2 շաբթի օրը պիժամայի օրն է, 3 շաբթի օրը պետք է ինչ-որ մեկի հետ մաչ անես, 4 շաբթի օրը պետք է քո սիրած երգչու պես հագնվես։ Ու դրանց հավես բաներ են անում, բայց օրինակ կոնկրետ իմ դպրոցում կես դպրոցը չի հագնվում։ Ու բոլորին շատ հայտնի փաստ, որ Ամերիկայում գնահատում են ոչ թե թվերով, այլ տառերով։ A-ը ամենաբարձրն է, B-ն նորմալ, C-ն նորմալ, D-ն մի քիչ վատ, F-ը 0, այսքանը։